Շարունակում ենք մեր Կորինթացիների նամակի ուսումնասիրությունը եւ այսօր պետք է ուսումնասիրենք 13-րդ գլուխ 1-ից 3 համարները։ 12-րդ գլխում Պողոսը խոսած մի քանի անգամ, որ մենք չենք ընտրում մեր հոգևոր պարգևները եւ չպետք է այն փնտրենք, այլ Աստված է տալիս իր իսկ կամքով։ Մի քանի անգամ շեշտեց դրա մասին։ Եվ 12-րդ գլուխ 31 համարում տեսանք, որ սխալ թարգմանություն կար, որի ճիշտ եւ բնագրային թարգմանությունն էր այսպիսին, բայց դուք նախանձից դրդված ձգտում եք լավագույն պարգևներին, թողեք ձեր նախանձը եւ ես ձեզ գերազանց ճանապարհ ցույց կտամ, որ Պողոսը պետք է քննարկեր հենց 13-րդ գլխում, թե որն է այդ գերազանց ճանապարհը։ Գիտենք, որ 12-րդ գլխից ավելի պարզվեց, որ նրանք մեկը մեկուն անընդհատ նախանձում էին, թե այս մեկ էս պարգևն ունի, ես չունեմ, այսպիսի ընդհարումներ կար եւ ընդհանուր մինչեւ այս տեքստին հասնելն են 12 գլուխ այս եկեղեցում անընդհատ վիճաբանություններ, խռովություններ, անարգանք եւ այլն։ Կորինթացիների նամակի գլխավոր նպատակը գրելու եկեղեցում կարգ ու կանոն բերելու համար էր, որտեղ սա անկարգ եկեղեցի էր։ Եվ դրա պատճառով էլ Պողոսը հենց գրում է Կորինթացիներին երկու նամակ, թեպետ 4-ն է, երկուսը կորել է, ինքը ուզում էր այս եկեղեցում բերեր կարգ ու կանոն եւ ցույց տար, թե ինչպիսին պետք է լինի Աստծո ճշմարիտ եկեղեցին։ Ուրեմն տեսեք, այստեղ Պողոսը բերում է 8 ծայրահեղ անհավանական օրինակներ, որոնք առաջին հայացքից զորավոր ծառայողի տպավորություն են թողնում, եթե կոնտեքստի մեջ չնայենք, բայց Պողոսը ուրիշ բան է ասում։ Եկեք լավ, նախ կարդանք տեքստը։ Եթե մարդկանց եւ հրեշտակի լեզուներով խոսեմ եւ սեր չունենամ, կնմանվեմ ձայն հանող պղնձի կամ ղողանջող ծնցղայի։ Եվ եթե մարգարեության պարգևն ունենամ եւ հասկանամ բոլոր խորհուրդներն ու ամբողջ գիտությունը, եւ եթե մինչեւ իսկ լեռները տեղափոխելու մեծ հավատ ունենամ եւ սեր չունենամ, ոչինչ եմ։ Եվ եթե իմ ամբողջ ունեցվածքն աղքատներին տամ եւ իմ մարմինը կրակի մատնեմ եւ սեր չունենամ, ոչ մի օգուտ չեմ ունենա։ Նախ եւ առաջ ինչու է Պողոսը դիմում այս 8 չափազանցված ծայրահեղությունների, որովհետեւ կորինթացիները, ինչպես արդեն տեսանք անցած քարոզներին, շատ էին ուզում աչքի ընկնող պարգևներ ունենալ, որը նրանց ստիպում էր ներքին նախանձը։ Իսկ հիմա իրենց ցանկացած պարգևներից ավելի հզոր պարգևներ է օրինակ բերում, ծառայություններ, պարգևներ, զորություն է օրինակ բերում, որը ինքը ոչ տեսել էր եւ ոչ էլ անում էր նման բաներ։ Որոնք են այդ 8 չափազանցված օրինակները, Մենք տեսնում ենք մարդկանց եւ բոլոր լեզուներով խոսալը, հրեշտակի լեզուներով խոսալն ենք տեսնում, ունենալ ամբողջ մարգարեությունը, 4-րդ աստվածային բոլոր խորհուրդները հասկանալ, 5-րդ ամբողջ գիտությունը ունենալ, 6-րդ լեռներ տեղափոխող մեծ հավատ ունենալ, 7-րդ չափազանց շատ բարեգործ լինել եւ 8-րդը տեսնում ենք նահատակությունը, որը որ խոսում է թեկուզ անգամ մարմինս կրակի մատնեմ։ Սուրբ Գիրքը այն գիրքն է, որ եթե կոնտեքստից կտրես, ապա կտեսնես այն, ինչ դու ես ուզում տեսնել։ Սուրբ Գիրքը այն գիրքն է, որ եթե կոնտեքստից կտրես, ապա կտեսնես այն, ինչ դու ես ուզում տեսնել։ Չես կարող տեսնել այն, ինչ որ Աստված է
գրել, ինչ նպատակով է գրել։ Այս թեմայի գլխավոր միտքը հետևյալն է. առանց սիրո բոլոր գերբնական պարգևներն ու ծառայությունները անիմաստ են։ Առանց սիրո բոլոր գերբնական պարգևներն ու ծառայությունները անիմաստ են։ Եկեք մի քիչ որպես ներածական, մի քիչ խոսանք սիրո թեմայի վերաբերյալ, որից հետո նոր կանցնենք մեր տեքստին։ Աստվածաշնչում Աստծո ամենաճշգրիտ նկարագրությունը եւ հետեւաբար նրա սեփական նկարագրությունը, էությունը դա Աստված սեր է։ Առաջ Հովհաննես 4:16 համար։ Սերը նրա բնավորության դրսևորումներից ամենաօրհնյալն է։ Հովհաննեսը շարունակում է իր նամակում ասելով, որ ով սիրո մեջ է մնում է Աստծո մեջ եւ Աստված նրա մեջ։ Հովհաննես 4:16-ի երկրորդ հատվածը։ Հետևաբար քրիստոնեական բնավորությունը կարելի է ամենաճշգրիտը նկարագրել սեր բառով։ Ցավոք շատ եկեղեցիներում, ինչպես որ 5 Կորինթոսի եկեղեցում էր, սերը որպես քրիստոնեական բնավորության հիմք բացակայում է թե եկեղեցու անդամներից, թե նրանց ծառայությունից։ Սերը բացակայում էր Կորինթոսում։ Հոգևոր պարգևներ ունեին, այո, 1-րդ համարն ասում է, որ նրանք հոգևոր պարգևներ ունեին, եւ կար անգամ առողջ վարդապետություն գոնե դրանցից մի մասի համար։ Օրինակ, հենց 11-րդ գլուխ 2-րդ համարում այսպես է ասում. այժմ գովում եմ ձեզ, եղբայրներ, որ ամեն ինչում հիշում եք ինձ եւ պատվերները պահում, ինչպես ձեզ ավանդեցի։ Սա մի քանիսն էին, որոնք որ իրոք առողջ վարդապետություն էին կրում իրենց մեջ, բայց նրանց սերը բացակայում էր։ Թվում է, թե եկեղեցու պատմության ընթացքում դժվար է եղել սիրող լինել։ Ավելի հեշտ է ուղղափառ լինել, այսինքն ճիշտ դավանություն ունենալ, քան սիրել։ Եվ ավելի հեշտ է ակտիվ լինել եկեղեցական գործում, քան սեր ցուցաբերել։ Մարդը երբ ունի հոգևոր պարգև եւ գտնվում է առողջ վարդապետության մեջ, դա դեռ չի նշանակում, որ նա ապրում է այդ կյանքը։ Ամենակարևոր բանը, որ Աստված պահանջում է իր ժողովրդից, դա սերն է։ Եվ եկեղեցու թշնամու հիմնական ջանքերը ուղղված են հենց սիրո դեմ։ Գրական տեսանկյունից առաջին Կորինթացիներին ուղղված նամակի 13-րդ գլուխը Պողոսի գրչի կողմից ստեղծված ամենագեղեցիկ ստեղծագործությունն է։ Այսինքն այս նամակում, որ նայում ենք, գրեթե չկա այնպիսի մի գեղեցիկ ստեղծագործություն, որ Պողոսը կաներ, բայց ասենք Կողոսացիների մեջ շատ կգտնենք, Փիլիպեցիներում շատ կգտնենք, Մատթեոս եւ այլ տեղեր, բայց այս եկեղեցու մեջ կարելի ասել յուրահատուկ ուղերձ էր, որ նա ուղում էր այս եկեղեցում։ Այն գիտեք, որ անգամ անվանվել է սիրո հիմն է եղել։ Սա նման է ծաղիկների, որից հավաքում ես հենց գեղեցիկ բուկետը, փունջը։ Այստեղ ինչպես ամբողջ Սուրբ գրքում, հոգու նպատակն է շինելը, կառուցելը։ Երբ մենք հասկանանք եւ կիրառենք յուրաքանչյուր մասը, ամբողջը կդառնա ավելի գեղեցիկ։ Այս գլուխը թարմ շունչ է, թարմ օդի շունչ է։ Խնդիրների անապատում մի օազիս է, անկարգ կյանքը հաստատող գեղեցիկ մի նոտա է։ Անընդհատ հանդիմանության եւ դատապարտության մեջ Պողոսը հույս ուներ ուղղել կեղծ համոզմունքները, վերաբերմունքները, վարքագիծը եւ Աստծո պատվիրանների ու պարգևների կիրառմանը։ Այն անձիկ, ովքեր ստացան Պողոսից նամակը, 16-րդ գլխում է գրում, որ եկել են Պողոսի մոտ, որ ստացան, պետք է որ թեթևացած շունչ քաշեն եւ զարմացած լինեն, երբ առաքյալը սկսեց գրել այս գեղեցիկ հենց տողերը, Սուրբ Հոգուց ոգեշնչված այս խոսքերը։
Սակայն այս մարգարիտը հնարավոր չէ ճիշտ հասկանալ առանց դրանց համատեքստը հաշվի առնելու։ Գիտեք, այսօր շատերն են 13-րդ գլուխ, այս 3 համարները չէ, հա, 4 համարից սկսած մինչև 8-րդ համարը շատերն են արտասանում, կարելի ասել, գրեթե շատերը անգիր գիտեն, բայց որքանով են նրանք հասկանում այս մարգարիտները։ Այն պարունակում է այն ուղերձը, որը անբաժանելի է Պողոսի ասածներից։ Դրանից առաջ եւ դրանից հետո դու չես կարող, հա, այս համատեքստը 13-րդ գլուխը դու պարտադիր պետք է տեսնես 12 եւ 14 գլուխների հետ միասին, որպեսզի կարողանաս հասկանալ 12-ն էլ, 13-ն է, 14-ն է։ Եթե դրանք դու չես նայում իրար հետ զուգահեռ, դու չես կարող հասկանալ Պողոս ինչի է լեզուների մասին խոսում։ Ինչի էր խոսում 14-րդ մի ամբողջ գլուխ նվիրում է գրեթե այդ ինչի համար է խոսում, բա ինչի է 13-ը խոսում եւ ինչի է դրանից առաջ նորից լեզուների պարգևի եւ այլ հատկանիշների մասին խոսում։ Այսինքն ինչ մեկը մեկուց կտրված ինչ որ թեմաներ են, ոչ, այ հենց այստեղ է բանալին, որ մենք պետք է փորձենք այսօր հենց բացահայտենք։ Այս հատվածի, ուրեմն ճշմարտությունների ամբողջական ազդեցությունը ու խորությունը հնարավոր չէ բացահայտել առանց համատեքստի։ Երբ այս հատվածը ուսումնասիրվում եւ կիրառվում է առանձին, այն զրկվում է իր զորությունից, նպատակից եւ գեղեցկությունից։ Այսինքն այն ինչի համար որ գրել է Պողոսը, զրկվում է, դա արդեն անհասկանալի է դառնում։ Եվ այդպես էլ անում են այսօր շատ համայնքներում։ Իսկ այսօր խարիզմատները հենց այդպես էլ անում են։ Տեքստը առանց ուսումնասիրելու կտրում են իրենց ուզած 2 բառը եւ ասում են Պողոսը խոսում է հրեշտակի լեզուներով։ Պողոսի հոգևոր պարգևների մասին երկար քննարկման կենտրոնն է հենց 12-ից 14 գլուխները։ 12-րդ գլուխը քննարկում է պարգևների շնորհումը, դրանց ընդունումը եւ դրանց փոխկապակցվածությունը։ 14-րդ գլխում քննարկում է պարգևների, մասնավորապես լեզուների պարգևների ճիշտ օգտագործումը, որ այսօր դա չեն անում, այսօր ուրիշ բաներ ես տեսնում։ Եվ այս միջին գլխում, մեջտեղի գլխում բացահայտում են ճիշտ վերաբերմունքն ու մթնոլորտը, ճիշտ դրդապատճառներն ու ուժը, այսինքն ավելի գերազանց ճանապարհը, որը որ նա ասաց, ես ձեզ ցույց կտամ, որը Աստված նախատեսել է պարգևների կիրառման գործողությունների համար 31 համարում, այ հենց սրա մասին էլ խոսում է։ Ուրեմն սերը անկասկած ավելի գեղեցիկ է, քան վրդովմունքի եւ թերարժեքության զգացմունքները։ Եթե դուք չունեք ավելի հզոր հոգևոր պարգև, որն ավելի կարևոր է թվում։ Եվ այն ավելի գեղեցիկ է, քան գերազանցության կամ ուրիշներից անկախության զգացումը, եթե դուք իսկապես ունեք նման պարգև։ Եվ իհարկե դա ավելի լավ է, քան փորձել ինքնուրույն ընդօրինակել հոգևոր պարգևների գործողությունը, գործելով մարմնի, այլ ոչ թե հոգու, եւ եսասիրական նպատակներով, քան Աստծո։ Իսկապես հոգևոր կյանքը միակ կյանքն է, որում կարող են դրսևորվել հոգու պարգևները։ Հոգևոր կյանքի առողջությունը չի դրսևորվում ձեր ունեցած հոգևոր պարգևներով, այլ ձեր բերած հոգևոր պտուղներով է դրսևորվում։ Իսկ հոգու առաջին եւ ամենակարևոր պտուղը դա սերն է, Գաղատացիս 5-րդ գլուխ 22 համարում։ Առանց հոգու պտղի հոգևոր պարգևները չեն կարող գործել, բացի մարմնով, բայց այս դեպքում դրանք դառնում են կեղծ եւ անարդյունավետ։ Այո, մարմնական ձևով կարող ես գործել, բայց դա արդյունք քեզ չի տա։ Հոգու պտղի միջոցով Աստված մեզ ուժ եւ մոտիվացիա է տալիս ծառայելու հոգևոր պարգևներով։ Հոգու պտուղը, ինչպես հոգևոր կյանքի ամեն ինչ, ձեռք է բերվում միայն հոգով քայլելու միջոցով։
ինչ է ասում Գաղատացիների 5-րդ գլուխ, Գաղատացիների 5-րդ գլուխ 16 եւ 25 համարները։ Սակայն ասում եմ ձեզ, հոգով ընթացեք եւ մարմնի ցանկությունը մի կատարեք, եւ 25 համարը, եթե հոգով ենք ապրում, հոգով էլ վարվենք, եկեք հոգով էլ վարվենք, կոչ է անում։ Հոգևոր պարգև ունենալը մարդուն հոգևոր չի դարձնում։ Նույնիսկ հոգու պտուղը ունենալը մարդուն հոգևոր չի դարձնում։ Ուշադիր, դա պարզապես հոգևորության ապացույցն է։ Միայն հոգով քայլելն է հավատացյալին հոգևոր դարձնում։ Հոգով քայլելն այն է, թե ինչպես է Պողոսը սահմանում Աստծո խոսքին ամենօրյա հնազանդությանը եւ Տիրոջ հնազանդվելը։ Օրինակ, Կողոսացիների 3-րդ գլուխ 16 համարում այսպես է գրում Պողոս առաքյալը։ Կողոսացիների 3-րդ գլուխ 16 համարը։ Քրիստոսի խոսքը թող ձեր մեջ բնակվի առատապես, ամենայն իմաստությամբ միմյանց ուսուցանելով ու խրատելով, ձեր սրտերում երախտագիտությամբ օրհնեք Տիրոջը սաղմոսներով, օրհնություններով եւ հոգեվոր երգերով։ Այսպես է Պողոսը պատկերացնում հոգով քայլող մարդու կյանքը։ Կորինթոսի քրիստոնյաները չէին քայլում հոգով։ Նրանք եսասեր էին, ինքնակամ, որոշում էին իրենց նպատակներն ու դրդապատճառները եւ անում էին ամեն ինչ պայքարելու իրենց սեփական շահերի եւ բարեկեցության համար։ Յուրաքանչյուրն ասում էր իր գործը քիչ կամ ընդհանրապես չմտածելով ուրիշների մասին, անում էր, հա։ Կորինթացիները հոգևոր պարգևների պակաս չունեին, բայց նրանք խիստ պակասում էին հոգևոր պտղից, քանի որ չէին ապրում այդ պարգևների եւ պտուղների զորությամբ։ Այս հավատացյալների մոտ շատ բաների մեջ ամենաանկարևորը դա սերն էր։ Ինչպես Եփեսոսի եկեղեցին, նրանք էլ կորցրել էին Տիրոջ հանդեպ իրենց առաջի սերը։ Հայտնություն 2:4-ում հիշում եք, ասում էր հիշիր քո առաջի սերը։ Երբ մենք հեռանում ենք սիրո աղբյուրից, անհնար է պահպանել սերը։ Այստեղ նկարագրված է ագապե սերը։ Ագապե սերը հին հունական գրականության ամենահազվագյուտ բառերից մեկն է, բայց նոր կտակարանում ամենատարածվածներից մեկը։ Մեր իմացած սեր բառից տարբերվող է։ Ագապեն երբեք չի վերաբերվում ռոմանտիկ կամ սեռական սիրուն, որը հին հունարենում սահմանվում էր էրոս բառով, որը նոր կտակարանում չի օգտագործվում ընդհանրապես։ Ագապե բառը չի վերաբերվում պարզապես սենտիմենտալությանը կամ ինչ-որ մեկի հանդեպ, ինչ-որ բանի նկատմամբ հաճելի զգացողությանը։ Այն նաև չի նշանակում մտերիմ բարեկամություն կամ եղբայրական սեր, դա էլ չի նշանակում։ Ագապե սերը չի նշանակում նաև ողորմածություն։ Այսպիսով, ինչ է ագապեն։ Ագապեի լավագույն սահմանումը կարելի է հենց գտնել 13-րդ գլխում, որը որ մենք հաջորդ քարոզին մանրակրկիտ կուսումնասիրենք։ Բայց կտանք սահմանում։ Մի հայտնի հոգեբուժ ասել է. սերն է մեր հին հիվանդ աշխարհի դեղը։ Եթե մարդիկ սովորեն սեր տալ եւ ստանալ, նրանք կարող են բուժել իրենց ֆիզիկական եւ մտավոր հիվանդությունները։ Խնդիրն այն է, որ քչերն ունեն նույնիսկ ամենամշուշոտ պատկերացումը այն մասին, թե ինչ է իրական սերը։ Մարդկանց մեծ մասը, այդ թվում նաև շատ քրիստոնյաներ, կարծես թե կարծում են, որ սերը միայն հաճելի զգացմունք է, ջերմ կապվածություն, ռոմանտիկա եւ ցանկություն։ Երբ մենք ասում ենք սիրում եմ քեզ, կխնդրեմ ուշադիր հալնեք, մենք հաճախ նկատի ունենք ես սիրում եմ ինքս ինձ եւ ուզում եմ քեզ։ Սա եսասիրության ամենավատ տեսակն է։
ագապե սիրո լրիվ հակառակ պատկերն է։ Մի կին խորը ուրեմն հուսահատությամբ եկել էր մի հովվի մոտ եւ պատմում է, որ կա մի տղամարդ, որն ասում է, որ այնքան է սիրում ինձ, որ կսպանի իրեն, եթե չամուսնանա նրա հետ։ Ինչ պետք է անեմ, հարցնում է հովին, հովը պատասխանում է. ոչինչ մի արա։ Այս մարդը քեզ չի սիրում, նա ինքն իրեն է սիրում։ Նման սպառնալիքը, շարունակում է, սիրո հետ ոչ մի կապ չունի, դա մաքուր եսասիրություն է։ Կարևոր սահմանում, հա, որը լավ կլինի, որ հիշեք։ Ինքնազոհաբերող սերը, որ ինքյան զոհաբերում է, որը մեզանից ինչ-որ բան է պահանջում, սեր չի։ Ես ինքս ինձ զոհաբերում եմ, բայց քեզանից բան եմ պահանջում, դա սեր չի։ Իրական սերը ցանկանում է տալ, այլ ոչ թե ստանալ։ Սա ագապե սիրո մի մասնիկն է։ Այսօր եկեղեցում նույնքան հազվադեպ է հանդիպում նման սերը, որքան Կորինթոսի եկեղեցում։ Դրա պատճառն իհարկե այն է, որ ագապե սերը բնական չէ մարդկային բնույթի համար։ Մեր աշխարհը սերը սահմանել է որպես ռոմանտիկ զգացմունք կամ կապվածություն, որը ոչ մի կապ չունի Աստծո կողմից ընկալվող իսկական սիրո հետ։ Ագապե սիրո բարձրագույն չափանիշն ու օրինակը Աստված սերն է, այսա է, որովհետև տեսեք, Աստված այնքան սիրեց աշխարհը, որ իր միածին որդուն տվեց։ Հովհաննես 3:16, սա ագապե սերն է, գործնական քայլերով։ Ինքը մեզանից ինչ-որ բան պահանջեց, որ տվեց, թե ուղղակի նա սիրեց եւ տվեց։ Սերը ամենից առաջ զոհաբերություն է։ Այն ինքնազոհաբերություն է ուրիշների համար, նույնիսկ նրանց համար, ովքեր մեզ համար ընդհանրապես չեն հոգում կամ պարզապես ատում են մեզ։ Այսպիսի սերը զգացմունք չէ, այլ կամքի վճռական գործողություն, որը հանգեցնում է ինքնազոհաբերման վճռական գործողության։ Սերը կամավոր ուրախալի ցանկություն է, ուրիշների բարօրությունը սեփականից վեր դասելու։ Այն տեղ չի թողնում հպարտության, ունայնության, ամբարտավանության, եսասիրության կամ ինքնագովեստի համար։ Այո, ագապե սիրո մոտ այսպիսի բաներ չկան։ Սա որոշում է, որ մենք պարտավոր ենք կայացնել, նույնիսկ մեր թշնամիների շահից ելնելով, մենք պարտավոր ենք սիրել նրանց։ Ինչ էր ասում մեր Տերը։ Մատթեոս ավետարան 5-րդ գլուխ 44-ից 45 համարները։ Բայց ես ասում եմ ձեզ, սիրեք ձեր թշնամիներին, օրհնեք ձեզ անիծողներին, բարիք արեք ձեզ ատողներին եւ աղոթեք ձեր չարչարողների ու հալածողների համար։ Պատճառը, որպեսզի որդիները լինեք ձեր հոր, որ երկնքում է, որովհետև նա իր արեգակը ծագեցնում է եւ չարի, եւ բարիների վրա, եւ անձրև է բերում թե արդարների եւ թե անարդարների վրա։ Ահա այսպիսին է նկարագրում Սուրբ Գիրքը Աստծո կողմից այս պատվիրանը, հա։ Եթե Աստված այնքան սիրեց մեզ, որ նույնիսկ երբ մենք թշնամի էինք, ինչպես ասում է Եփեսացիների 2-րդ գլխում, հա, հաշտվեցինք Աստծո հետ նրա որդու մահվամբ, Հռոմեացիների 5:10-ն է ասում, ապա որքան ավելի պետք է սիրենք նրանց, ովքեր մեր թշնամիներն են։ Մենք մարդկությունս Աստծո թշնամիներն էինք, պիղծը Սուրբի թշնամիներ, բայց Սուրբը սիրեց այս մեղավորներին։ Բա մենք մեղավորներս ինչքան պետք է սիրենք նույն մեղավորներին։ Նույն սիրով, որը մղեց Հորը Հիսուսին աշխարհ ուղարկել, Հիսուսը սիրեց իրենց, որ աշխարհում էին, մինչև վերջ ասում է սիրեց նրանց։ Հովհաննես 13:1։ Այս արտահայտության բառացի թարգմանությունն է. նա սիրեց նրանց մինչև վերջ, մինչև կատարելություն։
Հիսուսը սիրեց լիովին, նա սիրեց անսահման։ Վերջին ընթրիքի ժամանակ Հիսուսը լվաց աշակերտների ոտքերը։ Սա սիրո գործնական դրսևորում էր նրանց համար, ովքեր մտածում էին միմյանց իրենց մասին ի տարբերություն իրենց ուսուցչի, իրանք մասին էին մտածում։ Մինչ Հիսուսը պատրաստվում էր դիմանալ խաչի այդ տանջանքներին, նրա աշակերտներն ինչ էին անում։ Զուրկ սիրուց վիճում էին, թե իրենցից ով է մեծը, Ղուկաս 22:44 համարը։ Մարդկային տեսանկյունից նրանք անհրապուր էին, եսասեր էին, անզգացմունքային և սիրո արժանի չէին, սակայն Փրկիչը սիրեց նրանց մինչև վերջ և սովորեցրեց նրանց սիրել ոչ թե խոսքերով, այլ գործնական կյանքով։ Այս բարության արարքով նա ցույց տվեց նրանց, որ սերը զգացմունքային ձգողություն չէ, այլ անձնուրաց, խոնարհ ծառայության մեկ ուրիշ կարիքների համար է, անկախ նրանից, թե որքան ցածր կարող է լինել այդ ծառայությունը և անկախ նրանից, թե որքան քիչ է տվյալ անձը դրան արժանի, կապ չունի։ Սերը այնքան կարևոր է քրիստոնեական կյանքում, որ Քրիստոսն իր աշակերտներին ասաց. «Նոր պատվիրան եմ տալիս ձեզ. սիրեք միմյանց։ Ինչպես ես ձեզ սիրեցի, այնպես էլ դուք սիրեք միմյանց, և սրանով բոլորը կիմանան, որ դուք իմ աշակերտներն եք, եթե սեր ունենաք միմյանց հանդեպ»։ Հովհաննես 13:34-35 համար։ Եվ հարց է առաջանում, այս պատվիրանին որքանս ենք հետևում։ Գիտեք, սիրո մասին խոսալը շատ հեշտ է և միևնույն ժամանակ շատ կեղծ։ Այսօր տեսնում ես հավատացյալներ 1 ամիս, 2 ամիս, 3 ամիս, ինչ-որ ամիսներ են էլի գտնվում ինչ-որ եկեղեցում, պարզապես ականջի լսողության վրա տեսնում են այդ արտահայտությունները հաճախ կրկնվող, մենք սիրում ենք, մենք բոլորին ենք սիրում, չհավատաք, ուղղակի չհավատաք։ Եվ կրկին Հիսուսը ասաց, ինչպես հայրը սիրեց ինձ, ես էլ սիրեցի ձեզ։ Մնացեք իմ սիրո մեջ, Հովհաննես 15:9 համար։ Հիսուսը կասկած չթողեց, որ ագապե սերը, զոհաբերական սերը իրեն հետևելու գլխավոր նշանն էր։ Նա սովորեցրեց այս սերը և ինքն էլ ցույց տվեց լվանալով հենց նրա ոտքերը։ Ինչ է ասում Հռոմեացիների 13:8-9 համարներում։ Ով սիրում է մեկ ուրիշին, ասում է Պողոսը, կատարում է օրենքը, որովհետև պատվիրանները՝ մի շնացիր, մի սպանիր, մի գողացիր, մի սուտ վկայիր, մի ցանկացիր և մնացած բոլոր պատվիրանները ամփոփվում են, ասում է այս խոսքի մեջ. սիրիր քո մերձավորին, ինչպես ինքդ քեզ ես սիրում։ Կրկին կարևոր սահմանում։ Տիրոջ հանդեպ բոլոր անհնազանդությունների հետևում սիրո պակասն է, բայց իսկական հնազանդությանը հետևում սերն է կանգնած։ Այսինքն, եթե մենք մեղք ենք գործում հաճույքով և հարատև, դու իրականում Աստծուն չես սիրում։ Իրական սերը ձգտում է Աստծո խոսքի հնազանդությանը։ Դրա համար այսօր կարող է միգուցե մարդկանց մոտ այնքան ցածր է գիտելիքը, որ անգամ ինքիա մեղքը չի տենում և իրանն էլ միտեղ էլ արդարացնում, դե տենց եսի կներեք գլոբալ մեղքեր չեմ էլ գործում, այսպես է ինքիան նայում։ Սա արդեն գիտության պակասն է։ Բայց տեսեք նորից, Տիրոջ հանդեպ բոլոր անհնազանդությունների հետևում սիրո հենց պակասն է։ Եթե մենք սիրենք Տիրոջը, մեզ էլ չի ձգտի մեղքը, որտեղ մենք նրան ենք սիրում։ Ես 2 օր առաջ Facebook-ում գրառում եմ առել, թե ինչ է նշանակում սիրիր քո Տեր Աստծուն 2 բառով։ Դա ինչ զգացմունքներով պետք է սիրես Աստծուն։ Չնայած այդ քարոզը մենք ամբողջությամբ ունեցել ենք։ Քրիստոնյայի ամեն ինչը պետք է արվի սիրով, ասում է 1 Կորինթացիների 16:14-ը։ Ձեր բոլոր գործերը թող սիրով արվեն։ Առողջ աստվածաբանությունը չի կարող փոխարինել սիրուն։
Բարեպաշտ գործերը չեն կարող փոխարինել սիրուն։ Ոչինչ չի կարող փոխարինել սիրուն։ Բայց կարող են առանց առողջ վարդապետության հասկանալ այս ճշմարտությունները, դա էլ է սուտ։ Բայց կարող է մեկը հասկանա, գիտակցի, բայց չսիրի։ Այսա տեսնում ենք, որ կա։ Քրիստոնյաները, ովքեր սեր չունեն, արդարացում չունեն։ Հռոմեացիների 5:5-ում ասում է. «Քանի որ Աստծո սերը թափվել է մեր սրտերում Սուրբ Հոգու միջոցով, որը տրվել է մեզ»։ Մենք սիրո հորինելու, այսինքն կարիք չունենք։ Մենք պարզապես պետք է կիսվենք այն սիրով, որ արդեն տրվել է մեզ։ Մեզ պետք չեն մարդիկ, որոնք մեզ սովորեցնում են սիրել, քանի որ մենք ինքներս Աստծուց ենք սովորել միմյանց սիրել, ասում է առաջ Թեսաղոնիկեցիների 4:5-ում։ Հետևաբար Սուրբ Գիրքը մեզ կոչ է անում հետապնդել սերը, առաջի Կորինթացիների 14:1, հագնել սերը, Կողոսացիս 3:14, լցվել ու լցվել սիրով, առաջի Թեսաղոնիկեցիների 3:12, Փիլիպպեցիների 1:9, լինել անկեղծ սիրո մեջ, երկրորդ Կորինթացիների 8:8, միաբան լինել սիրո մեջ, Փիլիպպեցիների 2:8, ունենալ ջերմեռանդ սեր, առաջի Պետրոս 4:8, եւ խրախուսել միմյանց սիրո եւ բարի գործերի մեջ, Եբրայեցիների 10:24։ Այս ամբողջ ուսմունքը կարելի է ամփոփել 5 բանալի արտահայտություններով։ Առաջինը՝ սերը պատվիրան է։ Երկրորդ՝ սերը քրիստոնյաների արդեն իսկ ունեցածն է։ Երրորդ՝ սերը քրիստոնեական կյանքի նորմն է։ Չորրորդ՝ սերը հոգու պտուղն է։ Եվ հինգերորդ՝ սերը, որպեսզի անկեղծ լինի, պետք է ապրես գործերով։ Սա որպես մի փոքր ծանոթացում ագապե սիրո մասին, եւ հիմա պետք է անցնենք արդեն մեր ուսումնասիրությանը։ Առաջինը մենք տեսնում ենք հռետորաբանությունը առանց սիրո ոչինչ չէ, որը ասում է 13:1-ում։ Ինչու հռետորաբանություն։ Եթե մարդկանց եւ հրեշտակի լեզուներով խոսեմ եւ սեր չունենամ, կնմանվեմ ձայն հանող պղնձի կամ ղողանջող ծնցղայի։ Այս գլխի 1-2 համարներում Պողոսը դիմում է չափազանցության։ Իր միտքը ընդգծելու համար նա չափազանցնում է երևակայությունը սահմաններից դուրս։ Տարբեր օրինակներ ընդգծելով նա ասում է. եթե ես ինչ-որ կերպ կարողանայի ձեռք բերել ամենաանհավանական ունակությունները, որ կարողանայի խոսել մարդկանց բոլոր լեզուներով, բայց միևնույն ժամանակ սեր չունենայի, ապա ես կլինեի բացարձակապես ոչինչ, կնմանվեի այն անիմաստ ձայնին, որը որ կարծես խփես դատարկ կասրունգայի, ինչ-որ ղողանջող ծնցղայի։ Այս համարներում Պողոսը սիրո հոգով անցնում է առաջին հենց դեմքին միանգամից։ Նա ցանկանում է հաստատել, որ իր ասած այս վերաբերվում է իրեն նույնքան, որքան Կորինթոսի հավատացյալներից որևէ մեկին։ Համատեքստից պարզ է դառնում, որ Պողոսը այս համարներում նաև նկատի ունի օտար լեզուներով խոսելու պարգևին։ 12:10 ենք խոսացել, 28 համարն ենք տեսել, հետագայում կտեսնենք 14 գլուխ 4-ից 6 համարներում եւ 13-14 համարներում։ Սա այն պարգևն է, որը կորինթացիները այդքան գովաբանում եւ այդքան չարաշահում էին։ Այն մանրամասն կխոսենք 14-րդ գլխում, կբացահայտենք, Սակայն Պողոսի հիմնական նպատակն է, որ ցույց տա, եթե անգամ ունես այդ ունակությունը, որ կարողանաս մարդկային բոլոր լեզուներով խոսել, անգամ հրեշտակների, բայց սեր չունենաս, դու ոչինչ ես։ Ինչի այս համեմատությունը բերում։ Մենք արդեն ասացինք, որտեղ նրանք փափագում էին լեզուներով պարգևներ ունենալ, որտեղ մենք անցած անմիջապես 28-ից 31 համարներում հստակ տեսանք։ Սակայն Պողոսի հիմնական նպատակն է, որ ցույց տա, եթե անգամ ունես այդ ունակությունը, որ կարողանաս մարդկային բոլոր լեզուները խոսել, անգամ հրեշտակների, բայց սեր չունենաս ոչինչ է։
հրեշտակների լեզուներ։ Այս արտահայտությունից պարզ է դառնում, որ առաքյալը օգտագործում է շատ ընդհանուր եւ ենթադրական տերմիններ։ Աստվածաշնչում չկա որևէ ուսմունք, որ գոյություն ունի որևէ եզակի կամ հատուկ լեզու կամ հրեշտակի լեզվի տեսակ։ Սուրբ գրքում կան բազմաթիվ օրինակներ, թե ինչպես են հրեշտակները խոսում մարդկանց հետ, բայց նրանք միշտ խոսում էին նրանց հետ իրենց մայրենի լեզվով, մարդկանց մայրենի լեզվով։ Ոչ մի տեղ չկա որևէ նշում, որ հրեշտակներն ունեցել են իրենց սեփական երկնային լեզուն, որը մարդիկ կարող էին սովորել։ Տարօրինակ է, չէ, որ Սուրբ գրքում բացառապես բոլոր դեպքերում հրեշտակները մարդկանց հետ խոսում էին մարդկանց մայրենի լեզվով, իսկ մեր օրերում մարդիկ են ձգտում խոսել հրեշտակի լեզուներով, որը որ գոյություն չունի։ Իմիջիայլոց այս երևույթը ունի ընդամենը 120 տարվա պատմություն, եւ դրանից առաջ ոչ մի աստվածաբան, քարոզիչ չի մտածել, գրի առել կամ քարոզել, որ գոյություն ունեն հրեշտակի լեզուներ եւ պետք է աղոթենք նրանց իսկ լեզվով։ Շատ քարոզիչներ, ինչպես սուրբ գրային ուրիշ համարներ, գլուխներ, գրքեր չեն ուսումնասիրում, այնպես էլ այս գլուխները եւ համարները չեն ուսումնասիրել։ Նրանք քերականությունից զուրկ են, որը չափազանց կարևոր է սուրբ գիրքը ուսումնասիրելու համար։ Պողոսը 3 անգամ, եթե բառն է օգտագործում, որից հետո անհավանական համեմատություններ է տանում, ասելով, որ եթե ես այս բանը անեմ, եթե բառը արդեն ցույց է տալիս, որ չի անում, եթե հրեշտակների լեզվով խոսեմ։ Նրանք պարզապես ուզում են տեսնել այն, ինչ ուզում են տեսնել, բայց չեն ուզում տեսնել այն, ինչ ուզեցել է փոխանցել Աստված տվյալ տեքստում, չեն ուզում տեսնել գլխավոր միտքը, նպատակը տեքստի, մայր թեման, շեշտը ինչի վրա է դնում տվյալ հեղինակը։ Նրանք դա չեն ուզում տեսնել։ Նրանք պարզապես կոնտեքստից կտրում են 1-2 բառ եւ այդ 1-2 բառի վրա համատեքստը հաշվի չեն առնում եւ կառուցում են վարդապետություն, որն էլ որ մոլորեցնում է ժողովրդին։ Դրա համար յուրաքանչյուր տեքստ պետք է ուսումնասիրվի համատեքստի մեջ։ Ինչևէ, ամենամեծ ճշմարտությունները, որոնք արտահայտված են ամենամեծ արվեստով, դատապարտված են ձախողման, եթե դրանք չեն ասվում սիրով։ Առանց սիրո նույնիսկ նա, ով ճշմարտությունն ասում է գերբնական ճարտարախոսությամբ, դառնում է ոչինչ, բացի դատարկ աղմուկից եւ ոչինչ ավելի։ Լեզուներով խոսելու պարգևը հատկապես անիմաստ է առանց սիրո։ Պողոսն ընտրում է այս պարգևը սիրո պակասը պատկերելու համար, քանի որ լեզուներով խոսելը ցանկալի էր եւ հպարտության աղբյուր էր նրա համար։ Դրա համար այսքան նա չի բերում ինչ-որ օրինակ, որը որ նրանք չեն ցանկացել։ Դրա համար ինքը բերում է հենց իրենց իսկ ցանկությունից դուրս հելած այդ օրինակները եւ բերում է այդ համեմատությունները տանելով։ Կորինթացիները փորձեցին շահագործել այս պարգևը իրենց եսասիրական նպատակների համար, իրենց հպարտությունը բավարարելու համար։ Սա հանգեցրեց մասնավորապես այն բանին, որ այս պարգևին անհնար դարձավ սիրով ծառայելը։ Քանի որ կորինթացիները չէին մնում հոգու մեջ, նրանք չունեին հոգու պտուղը եւ չէին կարող մատուցել հոգու պարգևները։ Եվ քանի որ ամենակարևոր պտուղը բացակայում էր սերը, պարգևի կիրառումը վերածվեց պարզապես դատարկ խոսակցության։ Նոր կտակարանի ժամանակներում հեթանոսական աստվածությունների Կիբելեի, Բաքոսի, Աֆրոդիտեի, Դիոնիսիոսի պաշտամունքի ծեսերը ներառում էին էքստատիկ խոսք, որը
ուղեկցում էր թմբուկներով կամ ծնցղաներով, խլացնող այս հարվածներով եւ շեփորների ձայնով։ Եվ հենց այստեղ ինքը այդ համեմատություններն է տանում, որ նրանց էլ է, չէ, դատարկ։ Այսինքն ես եկել նմանվեմ նրանց այդ անիմաստ դատարկ հանած այս ձայներին։ Այս համարներից հենց Պողոսի լսող կորինթացիները հստակ հասկացան, ինչի մասին է խոսքը, որ լեզուների պարգևի ծառայությունը կամ խոսքեր արտաբերելը որևէ այլ լեզվով, որը կատարվում է առանց սիրո, ավելի արժեք չունի, քան նոր ասածս այս հեթանոսական ծեսերը։ Դա պարզապես անիմաստ խոսակցություն է քրիստոնեության քողի տակ։ Եվ եթե ինչ-որ մեկի մոտ մեզ դիտողների հարց կառաջանա, հա, բայց ես համ սեր ունեմ, համ լեզուներով աղոթք եմ անում, միշտ ապիր հաջորդ 1-2 քարոզ հետո արդեն կբացահայտենք, դա հրեշտակների լեզուներ է, թե պարզապես մարդկային։ Հաջորդը մարգարեությունները, գիտելիքը եւ հավատը առանց սիրո ոչինչ են։ 13-րդ գլուխ 2-րդ համար։ Հաջորդ գլխի սկզբում Պողոսը մարգարեության մասին խոսում է որպես հոգևոր պարգևներից մեծագույնը, քանի որ մարգարեն Աստծո ճշմարտությունը հռչակում է մարդկանց, որպեսզի նրանք իմանան եւ հասկանան այն։ 14-րդ գլուխ 1-5 համարը։ Առաքյալն ինքը մարգարե էր, Գործք առաքելոց 13:1 եւ շատ տեղեր Հռոմեացիների 1:1 եւ բարձր էր գնահատում այս մարգարեության ծառայության պարգևը։ Եվ այստեղ իր չափազանցությամբ Պողոսը նկատի ունի ասելով, որ նույնիսկ մարգարեության մեծ պարգև ունեցողներին պետք է սիրով ծառայել։ Նույնիսկ Աստծո կողմից ամենատաղանդավոր մարդը չի ազատվում սիրով ծառայելու պարտականությունից։ Եթե նա որևէ կերպ տարբերվում է մյուսներից, ապա միայն նրանով, որ նա ավելի պարտավոր է, քան մյուսները ծառայել սիրով։ Այսինքն, եթե մեզ տրված է պարգևները, չէ, որպես հովիվներ, մարգարեացողներ եւ այլ, ասում մենք ավելի շատ պետք է սեր ցուցաբերենք, քան որևէ մեկը, որ նստած է ինչ-որ շարքի մեջ։ Ում շատ է տրվել, շատ էլ կպահանջվի, ասես Ղուկաս ավետարանում Տերը 12:48 համարում։ Մարգարեն ավելի շատ պետք է ճշմարտությունը խոսի սիրով, քան որևէ մեկը։ Եփեսացիների 4:15, հա, կարդանք։ Եփեսացիների 4:15 Այլ սիրով ճշմարտությունը խոսելով ամեն բանում աճեք նրա մեջ, որ գլուխն է, այսինքն Քրիստոսը։ Սիրով ճշմարտությունը խոսելով։ Ահա այս սրանով այո պետք է մարգարեն տարբերվի։ Գիտեք, որ Բաղամը Աստծո մարգարե էր։ Նա գիտեր ճշմարիտ Աստծուն եւ Աստծո ճշմարտությունը, բայց նա սեր չուներ։ Աստծո ժողովրդի նկատմամբ այո նա սեր չուներ։ Երբ Մովաբի թագավոր Բաղակը նրան պարգևներ խոստացավ, եթե նա անիծի Իսրայելին, Բաղամը առանց վարանելու համաձայնվեց։ Քանի որ Աստված չկարողացավ համոզել իր մարգարեին չանել այս սարսափելի արարքը, նա հրեշտակ ուղարկեց մարգարեին էշին կանգնեցնելու համար։ Թվեր 22-րդ գլուխ 16-34 համարը, քիշեք պատմությունը։ Դրանից հետո Բաղամը պատրաստ էր եւս մի քանի անգամ անիծել Իսրայելին եւ կաներ դա, եթե Աստված չխանգարեր նրան, բայց այն, ինչ Բաղամը չհասավ Իսրայելին անիծելով, նա հասավ ավելի ուշ, երբ Աստծո ժողովրդին մոլորեցրեց կեղծ ուսմունքով։ Քանի որ Բաղամը Իսրայելին կռապաշտության եւ անբարոյականության մեջ էր դրել, նա մահվան դատապարտվեց, թվերում է խոսում 31:8-ում, 16-ում համարներում, հա։ Այս մարգարեն, տեսեք, գիտեր Աստծո խոսքը, խոսում էր Աստծո խոսքի մասին եւ վախենում էր Աստծուց իր անվտանգության համար, բայց նա սեր չուներ Աստծո կամ նրա ժողովրդի նկատմամբ։ Գրեթե այսօր էլ բոլոր հավատացյալներն են, քարոզիչներն են, ասում են, որ սիրում են բոլորին, հա, մանավանդ երբ նմանատիպ թեմաներից ես խոսում, բայց գործնական կյանքում նկատելի է իրենց սիրո բացակայությունը։
Գիտեք ինչն է պատճառը։ Ագապե սիրո հիմնական տարրն է պատճառը, այսինքն անձնուրացությունը եւ անձնազոհողությունը։ Ագապե սերը պայմանով չի սիրում, թող այսպես կամ այնպես լինի, որ սիրեմ։ Ոչ, նա սիրում է առանց ակնկալիքի։ Մեր ասածների եւ արածների հետևում կանգնած ուժը մեր դրդապատճառներն են։ Եթե մենք գործենք եսասիրական շահերից ելնելով, գովասանքի ցանկությունից, ուրեմն առաջ անցնելու եւ առավելություն ստանալու ցանկությունից, Տիրոջ համար մարդկանց վրա մեր ունեցած ազդեցությունը շատ սահմանափակ կլինի, անկախ նրանից, թե որքան ճիշտ, համոզիչ կամ կարևոր կարող են լինել հենց մեր խոսքերը, կամ որքան օգտակար կարող է թվալ մեր ծառայությունը, դա միայն թվում է։ Եթե մենք սիրով չենք անում այս ամենը, գիտակցված սիրով չենք անում այս ամենը, մեզ կթվա, թե մենք մեծ ինչ-որ ծառայություններ ենք անում, բայց իրականում թվում է, այդպիսի ծառայություններ Տերը չի ընդունում։ Առանց սիրո բոլոր գործողությունները Աստծո աչքում պարզապես ունայնություն կլինեն։ Երեմիայի ծառայությունը բաղամի ծառայության հակառակ պատկերն էր։ Երեմիան լացող մարգարե էր, եւ նա լաց չէր լինում ոչ թե իր սեփական խնդիրների համար, թեև դրանք շատ մեծ էին, այլ իր ժողովրդի ապականության համար, որը հրաժարվում էր դառնալ Տիրոջը եւ այն պատժի համար, որը նա պատրաստվում էր կանխատեսել հենց նրանց ժողովրդի համար, մարգարեանում էր, որ այս բաները պիտի լինեն, նա ցավում էր։ Նա լաց եղավ իր ժողովրդի համար, ինչպես Հիսուսը լաց եղավ Երուսաղեմի վրա։ Հիշում եք, հա, իր մահից առաջ 10-րդ գլուխ 41-ից 44 համարներում։ Մի օր իր ծառայության վաղ տարիներին Երեմիան այնքան խորահուզվեց իր ժողովրդի հոգևոր վիճակից, որ աղաղակեց. Երբ պիտի մխիթարվեմ իմ տառապանքի մեջ, սիրտս թուլացել է իմ ներսում, իմ ժողովրդի դստեր սպանվածների համար ես տրտմած եմ, ես վշտի մեջ եմ քայլում, սարսափը բռնել է ինձ, օ, եթե գլուխս լցվի ջրով եւ աչքերս արցունքի աղբյուրով, ես ցերեկ ու գիշեր լաց կլինեմ իմ ժողովրդի դստեր սպանվածների համար։ Սա Երեմիայի մի քանի հատվածներից էի կրծրայի 8-րդ գլուխ 18-21 համարներից եւ 9-րդ գլուխ 1-ի համարից։ Երեմիան կոտրված սրտով մարգարե էր։ Նրա կոտրված սիրտը լի էր հենց իրական սիրով։ Պողոսը նույնպես հաճախ ստիպված էր ծառայել արցունքներով, եւ դրա պատճառը նրա հրեա եղբայրներն էին, որոնք չէին ուզում ընդունել Քրիստոսին։ Հենց նրանք էին Պողոսին շատ տանջանքներ պատճառում, սակայն ոչ թե նրանց թշնամանքն էր Պողոսի նկատմամբ, որ նրանց արցունքների էր հարցնում, այլ ավետարանի նկատմամբ նրանց դիմադրությունը։ Դրա համար էր Պողոսը ավելի լացում, քան որ իրան խփում էին, վիրավորում էին, որը նրան ստիպեց ծառայել հենց արցունքներով։ Գործք առաքելոցում, եկեք կարդանք հա այդ տվյալ հատվածը, Գործք առաքելոց 20-րդ գլուխ 19 համարը կարդամ։ Գլուխ 19 համարը։ Ամենայն խոնարհությամբ Տիրոջը ծառայելով ու շատ արցունքով եւ փորձառություններով եւ հրեաների նենգությունների պատճառով ինձ պատահեցին։ Այո, Պողոսը հենց լացում ողբում էր նրանց համար, որ իրոք նա ցավում էր այն բանի համար, սերն էր դրդում, որտեղ գիտեր, որ Քրիստոսին չընդունեն, ինչ է լինելու նրանց վերջը։ Այսա էր սեր, ոչ թե այսօր չես ընդունում, ընդունի հաջող։ Պողոսի հուզիչ վկայությունը գրված է նրա հռոմեացիներին ուղղված նամակում, որը որ սա էլ եկեք կարդամ, լավ, Հռոմեացիների 9-րդ գլուխ 1-ից 3 համարում։ Սա նրա հուզիչ գրառումներից մեկն է։ Ճշմարիտ եմ ասում Քրիստոսով եւ չեմ ստում, եւ խշմտանքն էլ ինձ Սուրբ Հոգով վկայում է, թե ես մեծ տրտմության մեջ եմ
եւ ցավն անպակաս է իմ սրտից, եւ պիտի ուզեի, որ ինքս նզոված լինեի Քրիստոսից իմ եղբայրների, ըստ մարմնի ազգակիցների համար։ Այսինքն նա անգամ պատրաստ է, այնքան էր նա սիրում իր եղբայրներին, իր ազգին, իր ժողովրդին, որ անգամ ասում է ավելի լավ է ես դժոխք գնամ, բայց թող է ժողովուրդը մնան։ Պատկերացնում եք այսօր որ մեկս կուզի այդ բանը։ Ահա թե ինչ է նշանակում իրական սերը, որը էլ չի մտածում իր մասին, իր եսի մասին, ինքը չէր մտածում Պողոսը։ Պողոսի ծառայությունը մեծ զորություն ուներ, քանի որ նա ծառայում էր հենց մեծ սիրով։ Աստծո ճշմարտությունը առանց սիրո հռչակելը ոչ միայն նշանակում է նվազեցնել սեփական ծառայության արժեքը, այլև դառնալ ուղակի ոչինչ, այլև դառնում են ուղակի ոչինչ, եթե դու այդ ամենը չես անում սիրուց դրդված։ Գիտելիք առանց սիրո։ Ասում է բոլոր խորհուրդները ու բոլոր գիտելիքները առանց սիրո հասկանալը նույնիսկ անարժեք է, որքան մարգարեության պարգև է։ Պողոսն այս համապարփակ արտահայտությունն օգտագործում է մարդկային բարձրագույն հասկացողությունը նկարագրելու համար։ Բոլոր գաղտնիքներն ու բոլոր գիտելիքները առանց սիրո հասկանալը նույնքան անարժեք է, որքան մարգարեության պարգևը։ Պողոսը այս համապարփակ արտահայտությունն օգտագործում է մարդկային բարձրագույն հասկացողությունը նկարագրելու համար։ Սուրբ գրքում խորհուրդներ տերմինը միշտ օգտագործում է աստվածային ճշմարտության վերաբերյալ, որը Աստված որոշ ժամանակ թաքցրել է մարդկանցից։ Պողոսը պնդում է, որ նույնիսկ եթե կատարելապես հասկանար բոլոր չբացահայտված աստվածային խորհուրդները, ինչպես նաև արդեն բացահայտվածները, նա միևնույն է ոչինչ կլիներ առանց սիրո։ Այս հոգևոր հասկացողությունը բացարձակապես ոչ մի արժեք չէր ունենա առանց գլխավոր հոգևոր պտղի՝ սերը։ Այս համարը մատնանշում է սիրո մեծ կարևորությունը։ Առանց դրա, նույնիսկ եթե մենք իմանայինք այնքան, որքան Աստված գիտի, մենք միևնույն է ոչինչ կլինեինք։ Եվ ոչ մի գիտելիք չի օգնի այս դժբախտությանը։ Դուք կարող եք խորանալ տիեզերքի մասին բոլոր հայտնի փաստերի մեջ, կարող եք գրեթե ամենագետ լինել, եւ միևնույն է, առանց սիրո դուք ոչինչ չեք կարող լինել։ Այլ կերպ ասած, նույնիսկ եթե Պողոսն ինչ որ կերպ կարողանար ըմբռնել Արարչի եւ արարչագործության մասին ողջ տեղեկատվությունը, նա միևնույն է, նա փուչ անձնավորություն կլիներ, եթե սեր չունենար։ Եթե այս ամենը առանց սիրո ոչինչ չարժե, ապա որքանով են պակաս մեր սահմանափակ մտավոր նվաճումները, ներառյալ աստվածաշնչյան եւ աստվածաբանական գիտելիքներն ու հասկացողությունը։ Դրանք ունայնությունից ուղղակի ունայն կլինեն։ Նման գիտելիքներն առանց սիրո ավելի վատ են, քան պարզապես անտեղյակությունը, քան ուղղակի չիմանաս ոչ մի բանի մասին, ավելի լավ է, ավելի գերագնահատել է, քան իմանաս, բայց գործնականում չկարողանաս կիրառել։ Դրանք հանգեցնում են հոգևոր սնոբիզմի, այսինքն հպարտության եւ ամբարտավանության։ Սա տգեղ փարիսեցիական գիտելիք է։ Հոգևոր գիտելիքը լավ է, գեղեցիկ եւ պատղաբեր միայն այն դեպքում, երբ այն պահպանում է խոնարհությամբ եւ կիրառում սիրով։ Բայց առանց սիրո այն դառնում է տգեղ եւ անարդյունավետ։ Միայն Աստծո ճշմարտությունների իմացությունը հպարտացնում է, միայն իմանալը։ Սերը բացարձակապես անհրաժեշտ է շինության համար։ Անհրաժեշտ է։ Տեսեք, առաջի Կորինթացիների 1:8-ում, 8-րդ գլուխ առաջի համարում Պողոսը այսպես էր գրում. Լավ, սկիզբի մասը չկարդեմ, երկրորդ հատվածը։ Գիտությունը հպարտացնում է, իսկ սերը ամրապնդում է։ Այս համարն էլ են, սխալ մեկնաբանում խարիզմատները, ասում են, տես Պողոսն ասում է, որ գիտելիքը հպարտացնում է։
եւ իրենց արդարացնում են, որ չեն ուսումնասիրում։ Իսկ երբ գիրքը ուսումնասիրած մարդ են տեսնում, որ իրենց հանդիմանում է, անմիջապես այս համարն են մեջ բերում եւ քեզ մեղադրում են հպարտության մեջ։ Սա չի նշանակում, որ Պողոսը թերագնահատում է գիտելիքի կարևորությունը, մասնավորապես Աստծո խոսքի իմացությունը։ Նա գրել է Փիլիպպեցիներին այսպես. «Սա է այն, ինչի համար աղոթում եմ, որ ձեր սերը ավելի ու ավելի առատանա գիտելիքի եւ ամեն իմաստության մեջ»։ Փիլիպպեցիների 1:9։ Մենք չենք կարող շինվել նրանով, ինչը չգիտենք, կամ հնազանդվել նրան, ինչը չգիտենք։ Սիրել դիմացինին առանց այսպիսի խորը ուսումնասիրության, դա պարզապես կարող է անհնարին լինել, եթե դու իրականում չես գիտակցում, թե ինչ է նշանակում սերը։ Բայց մենք կարող ենք իմանալ, բայց չհնազանդվել, այ դա կարող ենք, եւ որպես արդյունք հոգեվոր աջակցություն չստանալ։ Ուշադիր, հա, ճշմարտապես ընդունած գիտելիքը բերում է սեր, իսկ սերը բերում է իրական գիտելիքի եւ ամեն հասկացողության։ Մենք կարող ենք իմանալ, բայց չստանալ այդ գիտելիքից շինություն։ Սերը վերևից իջած զորություն ունի հենց շինության համար, բայց շատերը գիտելիքով են լցվում միայն ուրիշներին փնովելու համար, սովորում են միայն այնպիսի համարներ, որ լավ խոցեն դիմացինին, որն էլ իր պատիժը մի օր կկրի։ 6-րդը տեսնում ենք հավատ առանց սիրո, չափազանց մեծ հավատ։ Եթե Պողոսը չի նվազեցրել գիտելիքի կարևորությունը, ապա նա ավելի քիչ է նվազեցրել հավատքի կարևորությունը, որտեղ ի վերջո հավատքն է մեզ փրկում, չէ, այլ ոչ թե շատ իմանալը։ Ոչ ոք այդքան ուժով չի քարոզել հավատքի, հատկապես փրկարար հավատքի անհրաժեշտությունը, որքան հենց Պողոսը։ Սակայն այս համարը չի խոսում փրկարար հավատքի մասին, այլ օվերի մասին, այսինքն, որը ապավինում է Տիրոջը եւ վստահում է նրան շատ դժվար փորձությունների մեջ կամ պետք է օրինակի համար կտեսնենք, հա, ինչպես Հովնանը Նինվե պետք է թար, այսինքն սա այն հավատն է, որը որ անհավանական բաները սկսում է հավատալ, հա, ոչ թե խոսում է փրկության հավատքի մասին։ Պողոսը դիմում է այն հավատացյալներին, ովքեր արդեն իսկ ունեն փրկարար հավատ։ Եթե ունենամ ամբողջ հավատքը, որպեսզի կարողանամ լեռներ տեղափոխել։ Այս խոսքերը ենթադրում են վստահություն Աստծո նկատմամբ, նրա զավակների համար մեծ գործեր կատարելու համար։ Այս խոսքերը հատկապես վերաբերվում են հավատացյալներին, ովքեր ունեն հավատքի պարգևը։ Պողոսն ասում է, որ նույնիսկ եթե ունենայի Աստծուց տրված հրաշագործ պարգև, անհնարինը հնարավոր դարձնելու, միևնույն է ես ոչինչ եմ, եթե սեր չունենամ։ Այստեղ պետք է մեզ հետևողներին կամ հետագայում դուք, եթե մեկին քարոզեք, դուք տեսեք այս 8 անհավանական օրինակները, լեռներ տեղափոխել եւ այլ, հա։ Պատահական չէ, որ առաքյալը այստեղ հենց օգտագործում է նույն փոխաբերությունը, որը մի անգամ օգտագործել էր արդեն Հիսուսը, երբ առաքյալները չկարողացան բուժել դիվահար տղային, Հիսուսը ասաց նրանց. ճշմարիտ եմ ասում ձեզ, եթե մանանեխի հատիկի չափ հավատ ունենաք, կարող եք այս լեռան ասել. շարժվիր այստեղից այնտեղ եւ այն կշարժվի։ Մատթեոս 17:20 համար։ Ինչ է, մենք հավատ չունենք, մանանեխի հատիկի չափ էլ չունենք, միանշանակ ունենք, բայց այստեղ Հիսուսի ուսմունքը այլ ուղղության վրա էր գնում։ Այստեղ Քրիստոսին վստահության մասին էր գրում։ Սա չէր խոսում փրկարար հավատի մասին։ Եվ այսօր էլ այս համարները նույնպես համատեքստի մեջ չեն նայում։ Միայն հրեշտակներն են նայում, բայց այս մնացածը, որ լեռներ պետք է տեղափոխի, իր մարմինը կրակի պետք է մատնի, այս համարները չեն կարողանում կապեն, ինչու որտեղ չեն կարողանում, այ դրա համար էլ չեն կապում։ Ուրեմն Հիսուսը նույն չափազանցություն օգտագործեց, ինչ Պողոսը առաջի Կորինթացիների այս հատվածում։
ամենակարևոր բանը, որ Տերը ցանկանում էր ասել իր աշակերտներին, այս ճշմարտությունն էր։ Եթե նրանք լիովին վստահեն նրան, նրանց ծառայության մեջ ոչինչ անհնարին չի լինի։ Իսկ այսօր, գիտեք, ես անկեղծ եմ ասում, ես չեմ տեսել եկեղեցում ինչ-որ մի հավատացյալ, անգամ առաջի օրը եկած, որ ասի ես Աստծուն չեմ վստահում։ Բոլորն էլ ասում են, բայց իրականում բոլորը վստահում են, ախր սա ուղղակի նայեք էլի դարձել են արտահայտություններ, բառեր, բայց իրականում դու նայում ես գործնական կյանքում Աստծու հանդեպ վստահություն չունեն։ Եթե Աստծու հանդեպ դու շատ ես տենց վստահում նրա խոսքին, դու նախ եւ առաջ պիտի այնքան խոնարհվես ու հնազանդ լինես, որովհետեւ գիտես, որ եթե չանես դատապարտություն կլինի, նոր հետո կանցնես քո այդ զորավոր գործերին։ Տեսեք, Հովնան մարգարեն այնքան մեծ հավատք ուներ, գիտեք, չէ՞, շատ մեծ հավատացյալ էր։ Հիմա կբացահայտենք փոքր այս կարճ ընթերցանության մեջ, թե Հովնանի հավատքը ինչքան մեծ էր, բայց նա սեր չուներ։ Եվ հենց Աստծո խոսքի զորության հանդեպ իր մեծ հավատքի պատճառով էր, որ նա հրաժարվեց քարոզել Նինվեում։ Նա վախենում էր ոչ թե իր քարոզի ձախողումներից, որ գիտեք ինչ, վայ, չի ստացվի, կարող է թամ գլուխս կտրենը դե նինվեցիները կարելի է այս մեր ժամանակակից բառերով անվանել վիքինգներ, նրանք իրոք առնախում մարդիկ էին եւ իմիջիայլոց Իսրայելին շատ մեծ ցավ ու տառապանք էին տվել, կոտորը, ավիրը, այսպես բաներ էին արել եւ հիմա ինքը ոչ թե վախենում է, որ կեթան նրանց մոտ, որ Տեր ասում էր գնա Նինվե քարոզի, ոչ թե վախենում էր նրա համար, որ կարող է ինձ էլ սպանեն եւ այլն, այլ վախենում էր, այլ դրա հաջողությունից էր վախենում, այլ վախենում էր, որովհետեւ Տերն ասել է պիտի դարձի բերեմ, հիմա ես վախում ասում էթան սրանք էս բոլորը դարձի են գալու։ Նա լիովին հավատում էր Աստծո խոսքի զորությանը։ Նրա խնդիրն այն էր, որ նա չէր ուզում, որ Նինվեի այդ ապականված բնակիչները փրկություն ստանային։ Տեսնում եք, Հովնանը նրանց չէր սիրում նույնիսկ նրանց զղջումից հետո։ Նա չէր ուզում, որ նինվեցիները խուսափեին Տիրոջ զայրույթից, եւ նա վրդոված էր, որ Տերը խնայեց նրանց։ Հովնանի քարոզչության արդյունքում քաղաքի բոլոր բնակիչները սկսած թագավորից զղջացին հենց իրենց մեղքերի համար եւ դարձան Աստծուն։ Եվ նույնիսկ ասում է քաղաքի աննասունները քուրձով էին ծածկված որպես զղջման նշան, հա։ Աստված հրաշքով խնայեց հենց Նինվեի ժողովրդին, ինչպես Հովնանն էր կանխատեսել։ Եվ հետո մենք կարդում ենք ամբողջ Սուրբ գրքում ամենատարօրինակ եւ ամենադաժան աղոթքներից մեկը։ Եկեք կարդանք, հա, Հովնան մարգարեի 4-րդ գլուխ 1-ից 4 համարները եւ դարձի են եկել ժողովուրդ եւ հիմա Հովնանի աղոթքը լսեք։ Հովնանը խիստ դժգոհեց ու զայրացավ։ Աղոթք արեց Տիրոջն ու ասաց. «Օ Տեր, սա չէր, ինչ որ ասում էի, քանի որ դեռ իմ երկրում էի, դրա համար շտապեցի փախչել Թարսիս, որովհետև գիտեի, որ դու ողորմած, գթառատ, երկայնամիտ ու բազմավողորմ Աստված ես, եւ կզղջաս չարիքի համար, մարդկանց կներես չարիքի համար։ Եվ հիմա ով Տեր, աղաչում եմ, առ ինձանից իմ հոգին, որովհետև մեռնելս ապրելուց լավ է»։ Հովնանը մարգարե էր, Աստծո խոսքին լավ տիրապետում էր։ Հովնանը Աստծուն շատ հավատում էր, այնքան էր հավատում, որ գիտի 100% գնամ, այս ժողովուրդը դարձի կգամ։ Եվ չէր ուզում այդհար, ինչու սերը պակասում էր։ Այս պարագայում Հովնանը ոչինչ էր։ Առանց այս ամենի Հովնանը ոչինչ էր։ Հովնանը ընդունում էր, որ Տերն ունի բոլոր այդ հատկանիշները, որոնք ինքը մարգարեն ոչ ուներ, ոչ էլ ցանկանում էր։ Դժվար է պատկերացնել Աստծո մարդուն, չէ, որը զուրկ է սիրուց, նման մարդուց, որի մասին շատ ենք լսել։ Նրա հավատքը նրան ասում էր, ուշադիր, որ Նինվեում նրան մեծ հաջողություն է սպասվում,
բայց մարգարեական, անձնական մեծ պարտություն կրեց սիրո պակասից։ Մարգարեն անձնական պարտություն կրեց սիրո պակասից։ Այսա է հենց, որ Պողոսը համեմատություն է անում, եթե անգամ մեծ հավատք ունենամ լեռներ տեղափոխելու, բայց եթե սեր չունեմ, նույնպես ոչինչ եմ։ Եվ երրորդ համարում խոսում է չափազանց բարեգործ լինելու եւ նահատակության մասին, եւ որը դրսևորվում է, առանց սիրո։ Ագապեի սերը միշտ զոհաբերական է, բայց զոհաբերությունը միշտ չէ, որ իր աղբյուրը սերն է։ Պատմության ընթացքում եկեղեցու ներսում եղել են շարժումներ եւ խմբեր, որոնք հավատացել են, որ ինքնաուրացումը, ինքնամեղադրանքը, ինքնախաբեությունը եւ վանականությունը հոգեվոր օգուտ են բերում։ Շատ աղանդներ եւ հեթանոսական կրոններ կարծում են, որ ամենակարևորը ունեցվածքից հրաժարվելն է, տարբեր զոհաբերություններ կատարելը եւ կրոնական գործողություններ կատարելը, որոնք ենթադրաբար ինքնամեղադրանքի, ինքնաուրացման, ինքնամաքրման դրսևորումներ են։ Եթե այսպիսի բաներ անես, շատ լավ է, օքեյ է։ Սակայն քրիստոնյաների համար այս ամենը ավելի վատ է, քան պարզապես անօգուտ լինելը, եթե դա արվում է առանց սիրո։ Առանց սիրո այս ամենը կարող է ունենալ ցանկացած դրդապատճառ, բայց ոչ անձնուրացություն։ Նման սովորույթների կենտրոնում ոչ թե Աստված է կամ այլ մարդիկ, այլ մարդկային եսը, կամ դրանք չկատարելու իրավական վախի տեսքով, կամ փառքի եւ դրանք կատարելու ենթադրյալ օրհնությունների համար։ Մարդկային եսը մոտիվացիան է եւ այն ոչ հոգեվոր, ոչ էլ լի սիրով է։ Բարեգործություն առանց սիրո։ Այստեղ խոսում է բաշխելու մասին, Այս բառը բաշխել թարգմանված բառը նշանակում է, որ մարդը իր ունեցվածքից երկարաժամկետ, այսինքն հարատև նվիրաբերություններ է անում։ Եվ նույնիսկ, երբ մարդը իր ողջ ունեցվածքը տալիս է աղքատներին կերակրելու համար, նման բարեգործությունը հոգևոր արժեք չի լինի, եթե այն չի արվում անկեղծ սիրուց ելնելով։ Անկախ նրանից, թե որքան մեծ է զոհաբերությունը եւ անկախ նրանից, թե քանի մարդ է կերակրվում։ Ռաբիները սովորեցնում էին, որ մարդը չպետք է իր ունեցվածքի 20%-ից ավելին նվիրաբերի, ուստի Պողոսի բերած օրինակը խոսում է ավելի առատաձեռնության մասին, թեկուզ 100% տաս։ Խնդիրը հետևյալն է, որ այս ողորմությունը ստացող աղքատները կբավարարվեն, այո, նրանք կբավարարվեն, բայց տվողը ոչինչ չի ստանա, ոչ մի օգուտ։ Նրա հոգևոր բնակային հաշիվը այնքան դատարկ կլինի, այդ հոգևոր բանկային հաշիվը այնքան դատարկ կլինի, որքան որ տվյալ պահին իմ քարտի հաշիվն է։ Սեփական շահից դրդված, գովասանքի ծարավից դրդված տալը դա անօգուտ է։ Միայն սիրով տալն է, միայն սերն է, որ ողորմությունը հոգևոր է դարձնում։ Երբ Քրիստոս ասաց Մատթեոս 6-րդ գլուխ 3-րդ համարում, բայց երբ դու ողորմություն անես, թող քո ձեռքը չիմանա դրա մասին, թող քո աջ ձեռքը չիմանա դրա մասին։ Սա օգնում է մեզ փոխանցել այս կեղծ ոչ հոգևոր անսեր դրդապատճառներից։ Սիրով կատարված բարեգործությունը մեծ արժեք ունի։ Առանց սիրո բարեգործությունը ոչ մի արժեք չունի։ Դա նույնն է, եթե մարդը օրինակ չի արել ոչ մի բան։ Ավելի լավ է չանի, քան անի առանց սիրուց, այլ ինչ որ պայմաններից, ինչ որ էսի անեմ, որ էս բաները չկա։ Սիրո մեջ այսպիսի բան չկա։ Նահատակություն առանց սիրո։ Եվ վերջապես Պողոսն ասում է. եթե ես մարմինս կրակին մատնեմ, բայց սեր չունենամ, ինձ ոչ մի օգուտ չի տա։
Այս համարներում նրա կիրառած ծայրահեղությունները ենթադրում են, որ Պողոսը նկատի ունի կենդանի այրվելը։ Գիտեք, որ հռոմեացիները քրիստոնյաներին ողջ ցցի կապելով մահապատժի են ենթարկում նրանց հենց կենդանի այրելով։ Հռոմեական կայսրությունում այս սովորությունը առաջացել է այս նամակը գրելուց ընդամենը մի քանի տարի հետո, որ արդեն սկսեցին քրիստոնյաներին այդպես հալածել։ Նույնիսկ հավատքի համար նահատակվելը ամենածանր տառապանքով, բայց սիրո բացակայությամբ ոչինչ է։ Եթե անգամ դու քո հավատքի համար մեռնես այսպիսի դաժան մահով, բայց սեր չունենաս, ոչինչ ես։ Պատկերացրեք, դրա համար մեր քրիստոնեական ուսմունքի կենտրոնը դա հենց սերն է։ Եթե մենք մեր կյանքը զոհաբերում ենք ավետարանի հավատքի համար եւ այրվում ենք ճշմարտությունը փոխանցելու համար, ապա մենք ոչ մի օգուտ չենք ունենա դրանից, եթե չգործենք սիրուց դրդված։ Այսինքն ես պիտի սիրեմ քեզ, որ սիրով փոխանցեմ ավետարանը, մտահոգվեմ քո մասին, որ փոխանցեմ ավետարանը, այլ ոչ թե փոխանցեմ փոխանցելու համար։ Այսօր 5 րոպե մեկ քարոզիչներ են ծնվում ու խելքեր նետում է անընդհատ վիդեոներով իրանց զապիս անելը։ Խելքերն է, բանը չեն խոսում է, բանը ոչ մի բացատրություն։ Սա սիրուց դրդված չի, սա PR է, մեծ ռեկլամ է։ Կարևոր նույնպես սահմանում, հա, Աստծո հանդեպ ճշմարիտ նվիրածությունը միայն եկեղեցու հանդեպ անկեղծ սերը չէ, այլ նաև կործանվող աշխարհի հանդեպ կարեկցանքն է։ Ոչ թե միայն պետք է սիրես քո եղբայրներին, այլ պետք է նաև այս աշխարհին սիրես։ Ոմանք իրենց կրակի մեջ են նետում մարդկանց մեջ համբավ ձեռք բերելու եւ իրենց համար անուն ստեղծելու համար։ Նմանատիպ դրդապատճառները կարող են մարդուն մղել մեռնելու իր կրոնի համար, նույնիսկ առանց դրա հանդեպ իրական հավատ ունենալու։ Օրինակ, եթե դուք նայեք տարբեր կրոններում այդպիսի բաներ կա։ Աստված պաշտության, ուրեմն գործը կյանքի գնով պաշտպանելը առանց Աստված պաշտության զորությունը զգալու բացարձակապես անօգուտ է։ Աստված պաշտության էությունը սիրո մեջ է, այսինքն նրա սիրտն ու հոգին պետք է լինի հենց սիրո մեջ։ Եթե մեր մեջ սրբազան կրակ չկա, ապա մենք ոչինչ չենք շահի, նույնիսկ եթե ճշմարտության համար մոխիր դառնանք։ Նշեմ հա մի կարևոր բան, ոչ մի տառապանք, ոչ մի զոհաբերություն չի կարող Աստծուն հաճեցնել, եթե մենք սեր չունենանք մեր եղբայրների հանդեպ։ Անկախ նրանից, թե որքան է մարդը տառապում իր քրիստոնեական ծառայության եւ վկայության համար, նա ոչ մի հոգևոր օգուտ չի ստանա, եթե իր աշխատանքն ու վկայությունը կատարվեն առանց սիրո։ Եվ վերջում, նա ով զուրկ է սիրուց, ոչինչ չի ստեղծում, ոչինչ չէ եւ ոչինչ չի ստանա։ Ոչինչ չի ստեղծում, ով զուրկ է սիրուց, ինքյանից ոչինչ է եւ ոչինչ էլ չի ստանա։ Եվ եկեք մեկ գործնական քայլ նայենք եւ ավարտենք։ Տեսեք, եկեղեցիներում կարան լինեն տարբեր ծառայողներ, հարուստ աղքատ, լինեն հովիվներ եւ հա շարքի վերջում նստողներ։ Տեսեք, մենք այս 12-րդ գլխից ամփոփեցինք, որ չպետք է նախանձենք ոչ մեկի պարգևներին։ Այս բաները հենց եկավ սիրու բացակայությունից եկավ։ Մենք ընդհակառակը, տեսեք, ինչ որ անում ենք մեր ամեն յուրաքանչյուր գործողության մեջ, մենք պետք է ունենանք խորը համոզմունք, գիտակցված խորը համոզմունք։ Արդյոք այս ամենը ես անում եմ սիրուց։ Մեր գործնական քայլերի մեջ ես կուզեմ ամենաշատ ինչ կուզեմ, լինեք աղոթքի մեջ։ Հարատև աղոթք անեք մոտավորապես հետևյալ մտքերով, որ Տեր,
Օգնիր սիրեմ իմ եղբայրներին, ինչպես դու ես սիրում։ Օգնիր սիրել մարդկությանը ընդհանրապես, սիրել մարդ արարածին, ինչպես դու ես սիրում, Տեր։ Թեպետ որքան դժվար է, որքան նա ինձ ցավացնում է, որքան իմ մարդկային ունակությունների մեջ անհնարին է, բայց Տեր դու սովորացրու ինձ, քո ճշմարտության հոգով առաջնորդիր, կրթիր, սովորացրու, եւ այդ սովորացնելու մեջ պարզապես չի մտնում լոկ դատարկ սերը, այլ հասկացված, գիտակցված սերը, որտեղ ագապես սերը ինքիանից անգիտակից սեր չէ, այլ ընդհակառակը, նա շատ գիտակցված սեր է, նա խորը սեր է, նա չափազանց մեծ սեր է, որը որ մարդկային բառերով մենք չենք կարող նկարագրել։ Պողոս իր մարդկային բառերով ճիշտ է ստեղծել է գեղեցիկ ստեղծագործություն, բայց այն սերը, որ Աստված իր մեջ կրում է այդ ագապե սերը, ժողովուրդ մենք չենք կարող բառերով, բայց կարող ենք նմանվել օրորի։ Դրա համար աղոթքների մեջ չափազանց շատ պետք է լինեք։ Խնդրեք, որ Տերը ձեզ առաջնորդի այդ սիրո մեջ, որ մեր փող հարաբերությունները կառուցվեն նրա սիրո մեջ, այլ ոչ թե կառուցվեն իմ ու քո կարողությունների վրա։ Սես մեկը լավն է, այն մեկը թույլ է, այն մեկը մենք այդպիսի Քրիստոսի մարմին չենք կառուցի երբեք։ Եվ այո, ճանապարհին շատ կտեսնենք կեղծավոր հավատացյալների անընդհատ կհանդիպենք, կզգանք, որ այս մարդը շատ տկար է։ Այո, մենք չենք ասում, գիտես ինչ, այդ ագապե սերն էլ գալիս է մի պահ, չէ, որ չեմ ասում ավարտվում է, սա մի քիչ ուրիշ վարդապետական անկյուններ է տանում, բայց վերջի վերջո Աստված հիմա աշխարհին սիրում է ագապե սիրով, բայց վերջի վերջո այս ամենը տանում է, չէ, դատապարտության։ Հիմա ես չեմ խոսում մարդ, որին որ անընդհատ հանդիմանում ենք, խոսում ենք, ասում ենք, այս մարդու դեմ դու պետք է սիրես, բայց պատել պետք է շարես։ Այո, ես այսպես եմ ասում, սիրում եմ, ներում եմ, բայց չեմ էլ ուզում հետդ շփվեմ, չեմ կարող կոնտակտ ունենալ քո հետ, որտեղ դու անընդհատ կան, չէ, մարդիկ քեզ ոնց որ ստիպեն դու մեղք գործես, ստիպեն դու տրտմես։ Ես չեմ ասում թող քո սերը նրանից բացակայի, պարզապես քո շփումն է արդեն իր հանդեպ սառում։ Սա արդեն պետք չի մեծ խոսալ, շատերը ես ոչ, ես նրան էլ եմ սիրում, այս կեղծավոր բաները թողնում ենք։ Կներեք, դրա համար ինչևէ, եթե դուք կարճեք հոգուց, հիշեք, հա, աղոթքի մեծագույն սահմանումներից մեկը, որ տվեց Գրոդեմը, որ անընդհատ դու Աստծուց կախված լինես։ Եթե դու Աստծուց կախված լինես, վստահ եղիր, նա քեզ կսովորեցնի սիրել, կսովորեցնի, եւ պետք չի մեր զորավոր գործերով պարծենանք, այլ եկեք պարծենանք սիրով, որը որ մենք մեր մեջ կրում ենք։ Այ եթե կարաս դրանով պարծենաս, բարձրաձայն ասա, իսկ եթե չես կարող, ապա ավելի լավ է լռենք եւ աղոթք անենք եւ շարունակենք անընդհատ աճել, սովորել եւ կիրառել մեր հոգեվոր կյանքի մեջ։ Եկեք աղոթքով ավարտենք։ Տերը օրհնի բոլորիդ։